Այսօրվա մեր խոսքի քարոզչությունը իհարկե ամեն ինչ, ամեն բան Տերոջ Քրիստոս Հիսուսի անունով։ Պետք է սկսենք այսպիսի մի օրինակից։ Ինչպես գիտեք, դպրոցներում տարի ավարտին բերում են report card. The end of the school, they give to the children the report card that they have to take it to parents. Հայաստանում, Ամերիկում ամեն օր ինչ էին տալիս, մեր վկայականներ, մեր ուսումնասիրությունը, մեր տարվա ինչը հաջողությունները եւ անհաջողությունները։ Տղան այդքան էլ լավ սովորող չէր եւ գիտեր, որ թվանշանները այդպես էլ տեսլաչուցիչ չեն, ուրախացնող չեն։ Փորձեց իմաստուն գտնել, խորամանկությամբ գնաց, փնտրեց եւ գտավ իրենց տանը մեջ իր հոր դպրոցական այդ նույն card report-ը։ Տեսա, որ հերն Իրանից ավելի ծույլ է գտնվել։ Բերեց առաջինը հոր ներկայացեց իրա ցածր թվանշանները, հետո անմիջապես կողքին դրեց, ասես պապ ջան, էս էլ քոնն է, քո թվանշաններն այդ ժամանակին։ Հերը նայեց ու ասեց, համաձայն եմ, well, son, you are right. Դու ճիշտ ես, տղաս, տեսնում եմ, ոչ մի բան թաքցնելու բան չկա։ This old report card of mine doesn't look any better than your report card. Իմ թվանշաններ եւ քո թվանշանները ոնց որ թե շատ իրարից չեն տարբերվում։ Տղան մի տեսակ ուրախություն ապրեց իր հոգու մեջ, որ մի եւս տարի բրծավ, բայց դրանով չավարտվեց։ Շարունակություն կար։ Եվ հայրն ասեց, I guess the only fair ավելի ճիշտ ու արդար կլինի, որ այն ինչ որ այն ժամանակ ես հորից ես ստանում, հիմա դու ինձանից ստանաս։ Ես մնացած թողնում եմ ձեր վառ երևակայությամբ, թե ինչ կպատերացնեք, ինչպիսին էր պատասխանը հորը որդուն։ Բայց բերված օրինակը մի եւս իր զվարճական մասից բացի նաև մի տխուր պահ ունի։ Այդ մանուկ տղա երեխան իր ծույլությունը ծածկելու համար գիտեք ինչ արեց, փորձեց քրքրել գտնել որևէ մեկին իրան եւ իրանից ավելի տկար։ Ով կար ավելի լավը, հայրը։ Եթե տաներ իր հորը ցույց տար իր ընկերոջ, դասընկերոջ, նաև տկար թվանշաններ չէր արդարացնի։ Այսօր ամենատխուր ու ցավալին, որովհետև մեր թեման այդ շրջանակներն եւ քարոզի ընթացքում միգուցե նորեն վերադառնանք եւ վերհիշենք այս օրինակը, սա է գաղափարը։ Մարդ արարած այդպես է կառուցված։ Երբ Քրիստոս եկավ ու հանդիպեց ու մեզի վերստին ծնունդ տվեց, հինգշաբթի օրը բավականին բացականներ կային եւ մի պահ վերհիշեցինք այդ վերստին ծնունդի նշանակությունը, պտուղը եւ արդյունքը։ Իհարկե, այսօրվա մեր թեման չի, բայց մի առիթով շատ գեղեցիկ թեմա էր հինգշաբթի օրվան, որը Աստված շնորհ անի այդ մասին նորեն կվերադառնանք։ Բայց սա է գաղափարը։ Վերստին ծնված թե վերջի մեղավոր այսօր աշխարհում մարդու մեջ այսպիսի մի միտում կա։ In every single person there is a motive to make him or herself a righteous. Ամեն մարդ արարածի մեջ այսպիսի մի հատ միտում կա, որ ինքը իրան տեսնի ավելի արդար, ավելի դրական, ավելի հաջողակ։ Եվ որպեսզի դա իրեն հաջողվի, գիտեք ինչ անում կյանքում, փնտրում է իրանից ավելի անհաջողը, ավելի հոգևոր տկարը, ավելի բիզնեսի աշխարհում, ինչ տեսանկյունով ուզում ես նայիր։ Այսօր մեզ հոգևորներից համար հոգևորությունն է կարևոր, մենք գտնում ենք կողքի քրոջը կամ քարևանի կամ մյուս եկեղեցու անդամին կամ մյուսին ենք մատնացուցանում ու ասում ես ինքդ քո մեջ փայփայում ես այն գեղեցիկ եւ այն օրհնյալ միտքը, որ այս ու նրանից ես ավելի հոգևոր եմ, ավելի զգայուն եմ, ավելի եմ հաճախում, ավելի եմ աղոթում, ավելի եմ հետևում, ավելի եմ վկայում։ Այդ նմանությունն է, որը մարդ ու մարդ արարածին ինչ է անում, շեղում է իր իրական ճշմարիտ ճանապարհից։ Շարունակենք մեր քարոզչությունը այսօր այս ժամանակահատվածում աշխարհը լցված է ինֆորմացիայով։ Ժամանակին, երբ մենք Սովետ միությունում էինք ապրում եւ այսպես էին ասում, երկաթյա վարակույրներով ծածկված էր այդ տարածքը, այդ 15 հանրապետությունները, եւ մենք շատ չնչին ու այստեղ այնտեղից փախցրած թռուցիկ նորություններ ենք իմանում աշխարհից եւ Եվրոպայից եւ Ամերիկայից։ Այսօր բաց է ամեն ուր։ Ինտերնետը բացես բոլոր
փակ ու բաց դռները։ Այո, որոշ երկրներ փակում են ինտերնետ, ինչպես Նորթ Կորեան, մի ժամանակ հատված Ռուսաստանը, այս վերջին ժամանակներ Պարսկաստանը, բայց այդուհանդերձ տարածվում է։ Այսօր ինֆորմացիան ահավոր շատ է, ինչ ուղղությամբ որ ուզես։ Այսօր մենք լսում ենք փոդքասթներին, որ բավականին հայտնի են դարձել։ Այդ մարդիկ միլիոներ են վաստակում եւ միլիոնավոր մարդիկ առավոտից գիշեր սրանց են լսում։ Այսօր մենք լսում ենք ինչ։ Մենք կարող ենք առավոտից նստել, հեռախոսը մեր ձեռք առնել, չարջերներ տնենք, որ հանկարծ չարջ չպակասի, ու ամբողջ օրը կարող ենք պտասնել եւ դարձյալ նորություն կարող ենք գտնել։ Այնպես որ it's endless, չի վերջանա։ They can listen to opinions. Այսօր դու բավականին եւ եկեղեցու մեջ, եւ եկեղեցուց, գործի վայրում, հարևանության մեջ, սուրճի բաժակի շուրջը ամեն մեկը կարծիք հայտնում։ Քաղաքական կարծիքա, մոդայի մասին, perfume-ի մասին, կրթության մասին, ինչի մասին, բարոյականության մասին, ընտանիքի դաստիարակության մասին, ամեն մարդ իր կարծիքն ունի։ Եվ մի պահ դու մտածում ես, արդյոք այդ բոլոր կարծիքները իրենց մեջ ճշմարտություն են պարունակում, միգուցե այո եւ միգուցե ոչ։ Բայց մեզ համար այստեղ մեկտեղ ենք եկել, մեզ համար ամենակարևորը էականը նշանակալիցը ինչն է։ Ոչ թե որոշենք թե մարդկանց կարծիքները, որ այդքան բազմազան են ու բազմաճանաչ, որն է ճիշտ, որ մասը վերցեն, որը այլ մեզ համար միակ ճշմարտությունը, միակ իրականությունը, միակ ճանապարհը սա է, որը կոչվում է Աստվածաշունչ, Աստծո խոսքը, այստեղ է խոսում միակ ճշմարտությունը։ Կարող եմ այս բառը օգտագործել որպես մի փոքրիկ կրթություն, որպես մաթեմատիկոս, բացարձակ ճշմարտությունը։ Մաթեմատիկայում այդպիսի արտահայտություն կա, կոչվում է բացարձակ։ Բացարձակ, որ չես կարող, պլյուս մինուս չկա, վեր ու վար չկա, բացարձակ է, անխտիր է, ինչ որ կա դա է, իր ամբողջությունը դրա մեջ է պարունակում։ Թիվը 1 է թե 1 միլիոն է, բացարձակ է։ Սա բացարձակ ճշմարտություն է, ինչպես ուզում ես ընդունես։ Եվ վերջո այս ամբողջ տեղեկության, այս ամբողջ conspiracy, ամեն մեկը տարբեր բաներ ասում, այլ մոլորակյաններին եմ խոսում, ասում է բանը artificial intelligence-ը, արհեստական այդ բանականությունը, ես իմ ինչեր կանի, շատ բաներ ես լսում ես վերջին ժամանակներս, եւ բնականաբար հոգիդ խռովում է, հոգիդ շփոթվում է։ Մի բա մենք հոգևորներս պետք է մեզի թոթափենք, ստափենք եւ ինչ անենք, դառնանք դեպի Տերը ու կանչենք եւ ինչպես մի քիչ առաջ մեր եղբայրն ասում, Աստվածանից խնդրենք մեր մտքի եւ մեր հոգու խաղաղությունը։ Եթե ոչ այս աշխարհի փոթորիկները, այս թոհուբոհը, մի հատ տեսեք թե ինչ է կատարվում։ Մի հատ լսեք այս լիբերալ այն փոքր տարիքից, որ 15000 գույնի ներկել է իր մազերը ու 40 հատ օղակները կախել իր դեմքի բոլոր մասերից ու մասնիկներից, ինչպես է արտահայտում իր մարդկության մասին եւ այլն։ Օրինակները, կարծիքները բազմազան են, բայց օրվա վերջում սա է ինձ ու քեզ համար կարևոր։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց իմ խոսքից ոչ մի բանը սա է։ Այս ժամանակներն էլ կանցնեն, մեկ ուրիշ ժամանակներ կկա, մեկ ուրիշ երևույթներ, մեկ ուրիշ կարծիքներ, մենք չգիտենք այս AI-ը ուր կտանի, ինչ կլինի, ինչպես կլինի, բայց մեկ գիտենք, երկինքն ու երկիրը կանցնի, բայց Աստծո ճշմարտությունը հիմի մնում է մեզ որոշում, որն ես ընտրել, այսօրվա ասեկոսները, բամբասանքները, քաղաքական կարծիքները, այս ու այն հարևանս սուրճի բաժակի, թե ուզում ես կարչելը, this is the truth, and the truth of human being, it is in the Bible and nowhere else. Սա է ճշմարտությունը։ Գիտեք, դրան գումարած ամենատխուր ճշմարտությունը գիտես ինչ է, որ այսօր աշխարհում ենք մենք, այս աշխարհում ենք ապրում, մենք այս աշխարհում ենք։ Իհարկե Աստծո խոսքը ասես աշխարհում եղի, բայց աշխարհում լինելով մի տխուր փաստես։ Այսօր մարդիկ ամեն ինչի մասին տեղյակ են, լսում են ու գիտեն, միայն մեկ բան է, որ թշնամին ու սատանան ամեն կերպ փորձում է մարդկանց ուշադրությունից շեղել եւ դա ինչն է։ Այսօր մարդկությունը բացարձակապես հետաքրքրված չէ մեկ հստակ կանոնով, որի մեջ կա զորություն, փրկություն ու հավիտենականություն, որը կոչվում է Հիսուս Քրիստոս։ Այսօր մարդկությունը ամբողջովին հեռու է Հիսուս անունից։ Մատ լսեք, մատ հետևեք, չեք բացվի, չեք մեղքի մեջ ընկնի։ Մատ նայեք, տեսեք քաղաքական գործիչները, սպորտսմենները, դերասանները, երգիչ-երգչուհիները, առաջավոր բիզնեսմենները, նայեք, լսեք, եթե նրանց մեկ բառի մեջ Հիսուս անունը կտեսնեք, ձայնագրեք, գծեք, բերեք, որ մտցնեք իմ աչքերիս մեջ։
չկա, որտեվ թշնամին սատանան, այս աշխարհի իշխանը կուրացրել է մարդկությանը Հիսուս Քրիստոսի անունի առջև։ Եվ այսօր ինձ համար ու քո համար մեծագույն երջանկություն է, ինչպես 2000 տարի առաջ Երուսաղեմի փողոցով անցնող կույր Բարթողմեոսը կանչում էր, ինչ ես ուզում եմ տեսնել։ Տերը եկավ ու մեր հոգու աչքերին տեսողություն տվեց։ Այսօր ես ու դու տեսնում ենք ոչ միայն ներկան, այլ մի ամբողջ հավիտենականություն, ինչու համար, որովհետև Աստված մեր հոգու աչքերը կուրությունից տեսողություն տվեց։ Եվ ես ինձ ու քեզ մնում է ընտրություն, ուզում ես հոգու աչքերը փակես, թե ուզում ես այսպես լայն բաց անես եւ ուշադիր հետևես, թե ինչ է տեղի ունենում։ Ոչ թե հարևանի տանը, այլ ինչ է տեղի ունենում քո հոգու աշխարհի մեջ։ Խաղաղ ես, ունես երկրային խաղաղությունը, թե այս աշխարհի անորոշությունները քեզ եւս կլանել ու տանում են։ Պողոս առաքյալը լեցուն թղթեր ունի։ Աստված շատ ու շատ առատորտնվեց։ Այս մեր առաքյալ եղբորը ոչ մեկը իր խոսքի իմացությունը, իր գրքերի պարունակությունը նոր կտականի մեծ մասն է կազմում։ Եվ այդքան խորունկ համարների ու բացատրությունների վարդապետությունների մեջ մի հատ գլուխ գործոց համար ունի։ Ես չեմ ուզում մյուս իր խոսքերը, գաղափարներ, մտքեր լսեմ ասեմ, բայց սա որ միասին գլսենք կտեսնենք, թե ինչքան այս մեկ համարի մեջ, մի քանի տորից բաղկացած մեկ նախադասության մեջ, ինչքան ցավ տխրություն եւ ինչքան հույս եւ օրհնություն կա այս մեկ համարի մեջ։ Համար արված է Romans chapter 10 verse 14, համար արված է Հռոմեացիս 10-րդ գլխի 14-րդ համարը, Հռոմեացիս գիրք 10-րդ գլխի 14-րդ համարը, հայերենով եւ անգլերենով պաստառների վրա կա, արդ ինչպես կկանչեն նրան, այսինքն մարդկությունը, մի քիչ առաջ ինչ է ասում, այսօր սատանան ամեն ձևով ինչ արել, փակել է Հիսուս, արդ ինչպես կկանչեն նրան, այսինքն Հիսուսին ինչպես մարդկությունը կկանչի, ում չհավատացին, այսօր աշխարհը մարդկության մեջ վերջին ձևով ու կերպով անհավատություն է սերմանել, կամ ինչպես կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպես կլսեն առանց քարոզչի։ Երբ Հիսուսը համբարձում էր երկինք, այդտեղ ներկա աշակերտներին ու այսօր ինձ ու քեզ նույն պատգամը, նույն խոսքն ասում, գնացեք եւ քարոզեք ողջ աշխարհը իմ փրկության մասին, որ իմ կյանքի աստվածային կյանքի գնով գնեցի ողջ համայն մարդկության համար։ Ինչ ես կարծում, ով պետք է Հիսուսի մասին պատմի, այդ հավիտենականության, այդ փրկության, այդ միակ ճանապարհի ու ճշմարտության։ Անցյալ շաբաթ մեկի հետ առիթ ունեցանք մի կաշ խոսելու, ասի քո միակ փրկությունը ու ձերբազատումը քո մղձավանջերից, քո դժվարությունից, քո հոգսերից, քո մտածմունքներից Տիրոջ տունը գալն է, Տիրոջ տունը գալը, շարունակաբար գալ, որպեսի Տիրոջ հետ հանդիպես, որպեսի այդ աղոթների մեջ օրհնվես, որպեսի ձերբազատվես այն շղթաներից, որը ֆիզիկական եւ ոչ ֆիզիկական այսօր մեզի բռնել է։ Եվ եթե ես ու դու չկանչենք, ինչպես մարդիկ կարող է լսեն, եւ եթե չլսեցին, ինչպես նրան կարող է փնտրեն, եթե նրան չփնտրեց, ինչպես կարող են նրան աղոթեն ու հավատան։ Այսօր քարոզիչ է պետք, ինչ ես կարծում։ Այսօր պետությունից սպասում ունես, որ խոսի հավատքի, փրկության ու Քրիստոս Հիսուսի մասին։ Այսօր քո սպասումը Հոլիվուդից է, որը կինոներ նկարահանեն, որ խոսի ինչի փրկության Քրիստոսի վերջի աշխարհի վերստին ծնունդի հափշտակության երկնային Երուսաղեմի մասին։ Այսօր դու սպասում ունես թե artificial intelligence, այդ արհեստական բանականությունը ինչ անի հանկարծ լեզու դառնա ու խոսի ու կանչի ու քարոզի,
Ինչ սպասում ունես culture, որ այսօր մեր ավանդապաշտությունը հանկարծ արթնանա ինքը իր մեջից, ավանդապաշտություն, յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ցեղ, յուրաքանչյուր բան ունեն իրենց ավանդները, իրենց սովորությունները, իրենց նախնիներից առած։ That's overall մեկ բառով կոչվում է culture։ Մտածում ես culture-ը, մեր ավանդույթները, մեր սովորությունները մեզ պետք է տանի դեպի Քրիստոսը։ Միակ փրկությունը, միակ կանչը որտեղից պետք է ելնի եկեղեցուց։ Եկեղեցին այս առաստաղն ու այս պատերն ու պատուհանները չեն, եկեղեցին ես ու դու ենք։ Մենք ենք, որ պիտի կանչենք, որ մարդիկ իմանան ինչի մասին փրկության ում միջոցով Հիսուս Քրիստոսի ով էր նա Աստծո միածին որդի ինչ արեց իր կյանքը զոհաբերեց։ Մեզանից այստեղ ներկաներս կամ որևէ մի առիթով եթե այս խոսքը քարոզը կլսեն, գիտեք մենք կարող ենք մտածել, այսօր այստեղ ներկա գտնվածներից մեջ կան մարդիկ, որոնք ամիսներ են ինչ Հիսուսի մասին գիտեն, կամ մի քանի տարի, կամ 1 տարի, կամ մի կամ մարդիկ կան 60-70 տարի է, որ Քրիստոսին պաշտում են ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, երկվայրկյան։ Մի հատ հստակ ճշմարտություն է, որ մեզ համար պետք է պարզ ու հստակ լինի։ Եվ այդ ճշմարտությունը սա է, որ մարդ արարածը մեղավոր է։ Ոնց բոլորը, այո, բոլորը։ Որտեղից առած Աստծո խոսքից, բոլորս մեղ գործեցինք։ Սկսած Ադամ ու Եվայից մինչև այն վերջի մարդը, որ այս երկրագնդի վրա պետք է ծնունդ առնի, մինչև երկինքն ու երկիրը վերանա այս տիեզերքից։ Բայց այդ կորթված մեղավոր մարդկության համար փրկություն կա, այո, փրկություն կա։ Ինչով? The grace through faith, շնորհքով հավատքից։ Հավատքը մեզ դնում է Աստծո Քրիստոս Հիսուսի հետ հաղորդակցության մեջ։ Grace բառը, շնորհ բառը միայն իր մեջ չի պարունակում ինչ միանգամից կնիկ հաստատում, որ դու փրկված ես, որտեվ grace բառը քո բառապաշարի մեջ ավելացավ։ Եվ ես փրկված էի, իմ բառապաշարս այդքան, չգիտեմ, հարուստ էր, աղքատ էր, բայց այդպիսի գաղափար չկար։ Շնորհ, grace, եւ դա էլ երկնային շնորհ։ Եվ այդ երկնային շնորհը բառ չի, որը օգտագործենք, որպես անձնագիր, որը ուզում ենք երկրից երկիր գնանք, եւ երբ որ հասնում ենք սահմանագլուխ ցույց տանք, որ մենք իրական ենք, քաղաքացի ենք եւ իրավունք ունենք սահմանը անցնելու։ Շնորհը կառուցվում է մեր մեջ։ Ինչով? Հավատքով։ Ինչ անում հավատքը։ Ինձ ու քեզ այդ կենթանի Քրիստոս Հիսուսի մեջ, Հիսուսի հետ հաղորդակցության մեջ է դնում։ Թող ես չսխալվեմ, որ որովհետև այս բառը ինձ համար ավելացավ իմ բառապաշարի մեջ, ես արդեն փրկված եմ։ Այդ շնորհը կյանք է, որ դու ապրում ես։ Դա գաղափար չէ, իմաստ չէ, դա կյանք է։ Դա ամենօրյա է, դա շունչ է, դա հոգի է։ Դա ներկայություն է, որ քեզ այդ մաս ու բաժին է կազմել։ Ու երբ որ քեզանից առանձնանա, դու կորցնում ես քո այդ շնորհը։ Բնականաբար։ Այդպես չի, որ գալիս է մնում է ու կմնա մինչև հավիտյան։ Դա անընդհատ հավատքով գալիս է քո մեջ։ Եթե քո մեջ հավատքը պատրաստեց, Աստծո շնորհը քո մեջ կպակասի։ Ավելի պարզ կարող եմ արտահայտել։ Եթե իմ մեջ հավատքը պակասի, իմ մեջ Աստծո շնորհը կպակասի։ Ես այս բոլորը միտումնավոր եմ շեշտում, որտեղ պատճառ կա, մի քիչ հետո կբացատրվենք։ Եվ մենք պետք է որպես հոգևոր հասկանանք, որ միակ փրկությունը բոլոր կրոնների ուսումնների փիլիսոփայության միակ փրկությունը Հիսուս Քրիստոսով է։ Որտեղից գիտեմ, որտեղ Հիսուսը ինքը իր մասին ասեց։ Ոչ մի կրոնավոր, ոչ մի առաջնորդ, ոչ մի նախագահ, ոչ մի թագավոր, ոչ մեկը չի համարձակվել նման բան ասել, ոչ մարդկության հասցեին։ Նա միակն էր, որ ասեց. ես եմ միակ ճանապարհը, դեպի ուր, դեպի երկնքի թագավորությունը։ Եվ այս բոլոր ճշմարտությունները ում համար է բացվել։ Աշխարհի, ոչ, ինձ ու քեզ համար։ Ինչի, որպես հաճախում ենք եկեղեցի, որտեղ ընթերցում ենք Աստծո խոսքը, որովհետև իրար հետ հաղորդակցվում ենք, եւ մեր նյութը Քրիստոսն է։
Եվ եթե մեզ եկեղեցու համար բացված է, իսկ աշխարհի համար փակ է, ով պիտի աշխարհի մեջ հայտարարի, որ նա է միակը ճանապարհը ճշմարտությունը, ես ու դու, որ կոչվում է ավետարանել։ Եթե մի պահ վերադառնանք, ես ուզում եմ այս բառի վրա կարճեմ, այնտեղ ասում է, արդ ինչպես կկանչեն, կանչել բառը, նոր ուխտը գրված է հունարեն լեզվով, բնագրում կանչել բառը օգտագործել իպեքալեո, բայց այս բառը իր մեջ մենակ այդպես բառացի կանչելը, որ ես գնացի հարևանի տուն կամ բարեկամի կամ ինչ-որ մի առիթ կար հավաքված ենք ու ես կանչեցի ու տիրոջ անունը դավանեցի, փառք տիրոջը դրա համար։ Բայց երբ որ մենք կանչում ենք, նախ պետք է կանչենք մենք մեր մեջ, եւ այդ կանչելու այսպեսի մի հետաքրքիր մեկնաբանություն կա այդ էպիկալեոյի հունարեն բացադրության մեջ։ Դա նշանակում է cry out, այսինքն դու հենց այնպես չես կանչում։ Ես զանգում եմ, եղբորս կանչում եմ, բարև ինչպես ես եղբայրս, լավ ենք, փառք Աստծո, ամեն բան լավ է, լավ, հետո էլի խոսենք։ Դա կանչել է։ Բայց երբ որ աղաղակում ես, այդ ժամանակ կանչում ես նոր եղբորը, դու ասում ես հիշիր քո աղոթներում, նեղության մեջ եմ, դժվարության մեջ եմ, ընտանիքս է նեղության մեջ, դա արդեն աղաղակում ես, չես այդպես զրույց տալի, հա, ինչպես, իմիջիայլոց գիտես շատ ծանր է վիճակս, այդպես երբեք չի լինում խոսակցությունը, առաջի խոսքը բարևից առաջ ասում ես, եղբայրս աղոթքի կարիք ունեմ, կանչիր տիրոջը, աղաղակիր տիրոջը ինձ համար, դու ամեն մի պատահականի չես զանգում, շատ կներեք ինձի, ամեն նույնիսկ պատահական եղբոր կամ քրոջը չես զանգում, ամեն մեկս ունեն քույր ու եղբայրներ, եկեղեցի, հովիվ, առաջնորդություններ, բայց երբ որ դու կանչում ես քո մտերիմ, հոգևոր, քո աղոթող քրոջը ու եղբորը, այդ ժամանակ եթե բարև չասես, գիտես, որ 100-ից 100-նա չի նեղանա, այլ աղաղակում ես, դա կոչվում է աղաղակ, որ գալիս է ինչից, կարիքից, երբ որ մեզ համար հոգու կուրություն ու դատարկությունը բացվում է, այդ ժամանակ դու կանչում ու աղաղակում ես, ոչ միայն քեզ համար, այլ քո անհավատ երեխաներիդ համար, քո հորդ համար, քո մորդ համար, քո եղբորդ ու քրոջդ, քո հարևանիդ համար, քո ազգիդ համար, մարդկության համար, չես ասում, դե թող ապաշխարեն իրենց գործը, իրենց որոշումն է։ Ես նման արտահայտություն եմ լսել, որ ծնող ասում է, դե արդեն 17 տարեկան են դարձել, իրենց որոշումը թող կայացնեն։ Նման մոր արտահայտության մեջ աղաղակ բառը տեսնում եք, նման զգացում, նման միսու արյուն, որ կարչես Աստծոց ու քո երեխի փրկության համար աղաղակ բարձրացնես։ Եվ ոչ թե ես իր համար աղոթել եմ։ Ես իրան ծնունդ եմ տվել, այդ իմ պարտականության մեջ էր, 1-2 անգամ կանչել եմ, էլի կկանչեմ, բան չունեմ ասելու։ Դրա մեջ աղաղակ չկա։ Բայց երբ որ կարիք կա, այդ կարիքի մեջ աղաղակ կա։ Appeal to. Երբ որ դու ինչ ես անում, գնում ես ու տիրոջը հրավիրում ես, արի, որովհետև քո կարիք ունեմ, որովհետև դատարկվել է իմ տունս, իմ կյանքս, իմ հոգիս։ Invoke urgently, հիշեցնում ես, դիմում ես, որ կարևոր է, անհրաժեշտ է քո գալը Տեր, կանչելը դա է, քո անհրաժեշտությունը, քո եւ քո ազգի համար, քո տանդ, քո երեխեքիդ, քո ծնողիդ, քո ամուսնուդ, քո կնոջդ, կանչում ու աղաղակում ես urgently, կարևոր է, էական է, անհրաժեշտ է, եթե ոչ, մենք չգիտենք մեր վաղվա օրը։ Salvation is not casual acknowledgement. Փրկությունը այնպես չի, լավ, կինոս եկեղեցի է գնում, ես էլ ասեցի լավ, մեկ ես էլ իր հետ գնամ։ Այդ փրկություն չի, այդ վերստին ծնունդ չի, այդ Քրիստոսին աղաղակել չի։ Դու ընդհանրապես ուզում ես ինչ անես, դրական ամուսին լինես, supportive ամուսին լինես։ It is much higher calling when we call for our salvation. Երբ որ քո հոգին ծառավ է, դատարկ է, կարոտ է, երբ որ հավատքը քեզի հաղորդակցության մեջ է դնում երկինք ու երկինքի Աստծո հետ, եւ այդ ժամանակը այդ Աստծո հոգին գալիս է, ոչ միայն քո մեղավորությունը բացահայտում, այլ նաեւ քո փրկությունը քեզի առաջարկում։ Շնորհում, ուղղում։ It's a desperate dependency upon Jesus Christ.
Փրկություն այնպիսի մի աղաղակ է, որ էլ ուրիշ ընտրություն չունես։ Casual-ը լավ է սկիրակի ժամանակ Քրիստոսի աստվածությունը, երբ որ մեզ համար բացվում է, մեզ համար դառնում է միակը։ Այդ ժամանակ մեր առողջությունը, մեր աշխատանքը, մեր ամուսնությունը, մեր երեխաները, բոլորը շարունակություն են, գիտես, որտեղ երբ որ Քրիստոսն է գալիս, դու համոզվում ես, որ քո կյանքը ու քո ընտանիքը ճիշտ ձեռքերի մեջ է։ Որ թշնամին չի կարող խառնի, շփոթեցնի, անորոշության մեջ գցի։ Երբ որ մեր կարիքը, մեր կարիքների պատճառով մեզ համար բացահայտվում է Աստծո Քրիստոսի ով լինելը, այդ ժամանակ ամեն բան ճիշտ է լինում, ամեն բան հրաշալի։ Չսխալվես, այսօր լեցուն նման խոսակցություններ կա մեր շուրջ բոլորը։ People are not saved by morality, շատ բարոյական մարդեր։ Մենք ասեցինք հոգևոր առաջնորդը, որ թաղման արողությունը կամ ինչ-որ մի առիթով կենա, գիտես, փրկությունը անձնական է։ Փրկությունը քո և քո Աստծո մեջ է։ Երբ որ դու հասկանում ես, որ քո բարոյական կարգավիճակը քեզ չի կարող փրկել։ Երբ որ դու հասկանում ես, որ քո կրոնական կարգավիճակը, ես կրոնի դպրոց եմ գնացի, կրոնի դասավանդումներ եմ առել, Sunday school եմ գնաց եւ այլն, չի անի։ Spirituality, երբ որ տարբեր հոգեկան երևույթներ ես ուսումնասիրում, միայն քրիստոնեական չէ, մտածում ես հինդուիզմի մեջ էլ կա, նրանք էլ են հոգու աշխարհի հետ կապում, նրանք էլ են նիրվանան քարոզում, նրանք էլ են ասում երկինք կա, նույնը նաեւ մուսուլմաններն են ասում, բոլորը, եւ սա է գաղափարը։ Արդյոք այդ բոլորը մեզ այդ հավիտենական երկինքն է տանում, Երկնային Երուսաղեմը, good intention, շատ բարի ցանկացող մարդ էր։ It's good for him, not good for eternity. Church attendance. Մարդիկ մտածում են, լավ, մի կերպ քաշ տալով ես գցեմ ինձ եկեղեցի, վերջում Աստծո առջև կանգնելուց կասեմ, Տերս ու իմ Աստվածս, մի հատ նայիր իմ բանը, report card-ը, համարյա թե բացակայություն չեմ ունեցել եկեղեցուց։ Դա չէ մեր փրկությունը։ Փրկությունը Հիսուսի մեջ է, ոչ թե եկեղեցի հաճախելի մեջ։ Անչափ օրհնյալ է մեր մեկտեղ գալը, որտեղ մեր միակ նպատակը այդ փառավորածի հետ հանդիպելն է։ Եվ որ հանդիպեցիր, քո ներկայությունը արժեքավորվում է։ Բայց ինչպես մենք շարժ մեր բայց եթե կար դատարկ վերադարձար, ուզում ես 17000 չեք մարտեր։ Կլոր տարի ոչ մի կիրակի 52 կիրակիներից ոչ մեկ չես բացակայ, բայց եթե այդ փառավորի հետ հանդիպում չունեցար, ինչի՞ սա պետք։ Family background, մենք լավ Գերդաստանից ենք եղել, պապերը, ստատերը, ասենց քահանաներ են եղել, առաջնորդներ են եղել, փիլիսոփաներ են եղել, դաստիարակներ են եղել, ուսուցիչներ են եղել։ Յուրաքանչյուր մարդ արարած իր եղածի համար պետք է Աստծուն պատասխանատու լինի։ Եվ ուստի դա էր պատճառը, որը Հռոմեացիս 10-րդ գլխի 9-րդ համարում հետևյալ ենք կարդում։ Որտեվ եթե Հիսուսը, Roman chapter 10 verse 9, որովհետև եթե Հիսուսը քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Սրանք հատվածներ են հոգևոր կյանքում, որ քո եւ քո Աստծո մեջ, հոգու աշխարհում պետք է տեղի ունենա։ Եվ եթե դու Տիրոջն ես ու Տերը քոնն է, եւ այդ զուլացումը, այդ միացումը, այդ ամբողջացումը հոգու աշխարհում կատարվել է, դու Տիրոջն ես։ Ոչ մի փաստ, ոչ մի եղած կամ չեղած քեզ չի կարող զատել այդ փառավորածից։ Դու նրան ես ու նա քոնն է, քո Աստվածը, քո Փրկիչը եւ քո Արարիչը։ Պողոս առաքել այս ամբողջ խոսքերի մեջ հետեւյալն էր ամբողջանում, կենտրոնանում։ Առաջինը the Lordship of Jesus, որ մեզ համար մի Տեր կա, մի Տեր։ Այո, մենք այս սոցիալական հասարակարգում աշխատում ենք կամպանիների համար, մանեջեր ունենք, մանեջերի մանեջեր ունենք, ու այդպես շարունակ, մինչև CEO-ն ու պրեզիդենտ եւ այլն։ Այս դա բիզնեսի աշխարհում է։
Իսկ իմ կյանքում եւ իմ հավիտենականության մեջ ես մի տիրոջ եմ պաշտում, մի տիրոջն եմ ենթակա, the lordship of Jesus, the resurrection. Ես իմ ամբողջ էությունով ամեն օր մտածում եմ նրա հարության զորության մասին։ Այդպիսի օր չկա, որ չմոռանաս, մենք դրա իրավունք չունենք։ Նա հարություն առել, նա կենթանի իմ ու քո հետ հաղորդակցում է։ Personal faith in Jesus։ Դու քո անձնական մեկ մտածում ես, խոսակցություն ալինում ինչ որ փեսացուի կամ հարսնացուի մասին, եւ բնական որպես հոգեվոր հարցես տալիս։ Հոգեվոր են ասում, գիտես, հորաքույրը եկեղեցի է գնում։ Հորաքույրն է եկեղեցի գնում, ի՞նչ կապ ունի իր հետ։ Ասում, տատը աղոթող է եղել։ Personal, դու, անձամբ, ես, մենք, ինչ ունենք Քրիստոսի մեջ։ Հարևանի կինը, տատը, պապը, քուրը, աղբերը։ Yes, it's a personal Christianity, faith, personal faith in Jesus. Christianity is not self-improvement. Եվ մենք երբ որ դառնում ենք հավատացյալ ենք դառնում, մենք մտածում ենք, որ պետք է այդպես self-improvement, այսինքն մեզանից ամեն բան, մի քիչ ճիշտ նստեմ, մի քիչ ճիշտ բառեր օգտագործեմ, մի քիչ դիմագծերս փոխեմ, տեստամ, մի քիչ նորեն եմ վերադառնում, ինչպես եղբայրը ասում է, իմ ամբողջ հավատքի կենտրոնացում լինի, այս 2 ժամ հանկարծ մի բան չսխալվեմ, հանկարծ բերնիցս ինչ-որ մի տակար բառ դուրս չկա, դուրս եկա աղաղակիր, կանչիր, անիծիր, վայհոյիր, բամբասիր, ով է Տերը։ Տերը երկնքում է, Տերը իմ Տերն է 24 ժամ, ամեն մեկ ժամ, ամեն մեկ րոպե, ամեն մեկ վայրկյան եւ երկվայրկյանը։ Այնպես որ ես չեմ կարող ինքս ինձ սարքեմ երկնքի թագավորությունը ներխուժելու համար։ Այդ փառավորի, այդ խոցված ձեռքերի, այդ հրաշափառ ձեռքերի մեջ է, որ ես ու դու կարող ենք սարքվել։ Եվ որպեսզի սարքվենք, մենք պետք է հանձնենք այդ ձեռքերի մեջ։ It's not about a self-improvement. Անցյալ շաբաթ մեկ քիչ տկայրը, բայց այս կիրակի շատ լավ եմ, ավելի լավ աղոթեցի, ավելի լավ եկեցի։ Good for you, but not good for your spirit, որովհետև հոգին ծառավ է ավելին ու ավելինով։ It's not about the casual, about the visionary, about what you are look today. It's about what it look to your spirit. It is resurrection life through Jesus. Եվ մի վերստուն ծնունդի կյանք է Հիսուս Քրիստոսի մեջ, որպեսզի ամեն ոք, որ Հիսուսին ճանաչի որպես Տերը ու Փրկիչը, ինչ անի, վերստին ծնունդ առնի իր հոգու մեջ։ Այն նույն խոսքերը, որ սրանից 2000 տարի առաջ Հիսուսը Նիկոդեմոսի հետ էր խոսում։ Կարևոր չի դու ինչ պաշտոն ես, ինչ տիտղոս ես, ինչ կոչում ունես, ինչ գերդաստանից ես, ամեն մարդ արարած, ոչ միայն պետք է անձնական Քրիստոսին ճանաչի, այլ նաև Քրիստոսի մեջ պետք է վերստին ծնունդ ունենա։ We live in a culture that says all paths lead to God. Մենք այնպիսի մի հասարակության մեջ ենք ապրում, ցավալիորեն, որը մարդիկ մեզ ինչ են ամուսում։ Ինչի հետևից ես։ Մի քիչ լավ եղի, մի քիչ ճիշտ եղի, մի քիչ բամբասի, մի քիչ ստի։ Հիմի մուսուլմանը, հինդուն, բուդդիզմը, այդ կոնֆեսիոնից, այդ լեցու մարդիկ, այս 9 բիլիոն մարդկությունը քո ասելով, եթե Քրիստոս չունեն կորցված են, իմ ասելով չէ, ավետարանի ճշմարտությունով։ Այդպես չէ, որ բոլոր արահետները, բոլոր ճանապարհները, այնքան որ մի քիչ ճիշտ լինես, մի քիչ ուղիղ լինես, մի քիչ բարոյական լինես, մի քիչ դրական լինես, քեզ կտանի երկինք։ Կողոսացիս Colossians chapter 1 verse 3 and 4 Կողոսացիս առաջի գլխի 3 եւ 4 համարում, որը հեղինակ դարձյալ Պողոս Արաքյանն է, նկարագրում է մի եկեղեցու մասին, որտեղ քուր եղբայրների նպատակը, փափագը, աղոթքը, աստվածապաշտությունը Հիսուս Քրիստոսն էր, եւ ես հավատացնում եմ ցես, որ 2000 տարվա մեջ ոչինչ չի փոխվել։ Յուրաքանչյուր հոգևոր ճշմարիտ առաջնորդների համար, նրանք, որոնք իրենց անձը, կյանքը, տիրոջը, եկեղեցուն են տվել, նրանց համար ավելի մեծ ուրախություն չկա, ավելին քան երբ եկեղեցին արթուն է։ Հոգևորները տիրոջն են փափագում։ Գոհություն ենք հայտնում Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը ամեն ժամ ցեզ համար աղոթելով։ Եվ ինչու էր այդպես դրական ու այդպես ուրախությունով Պողոս Արաքյանը խոսքեր ուղղած Կողոսացիս եկեղեցուն։ Երբ լսեցինք
Ինչ լսեցինք։ Հիսուս Քրիստոսի եւ բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի եւ սիրո մասին։ Սա ամենագեղեցիկ նկարագիրն է, որ Պողոս առաքյալը կարող էր իր Եփեսացիս կամ Կողոսացիս կամ որևէ եկեղեցու, որտեղ նման համարներ ուղղակի գրել է նաև Եփեսացի եկեղեցում դրա համար, որ երբ որ գրում է եկեղեցու անդամների համար, ինձ համար Պողոս առաքյալը ասում է դրանից ավելի մեծ ուրախություն չկա, եւ իմ աղոթքները սա ցեզ համար, որովհետեւ ես տեսեցի, որ ցեզ համար Քրիստոսի եւ քույր ու եղբայրների սերը ամեն ինչից վեր ու ամեն ինչից ավել է։ Այդպես է սիրելիս։ Այդպես է։ Եթե ոչ, եթե պակասեցինք, այսպեսի տխուր երևույթի առջև կգանենք։ Some go to church just for walk։ Ինչու ես եկեղեցի։ Եկա ճանապարհ ես քայլելու առիթ կար, եկա տեսա եկեղեցիներ ներս մտա։ And some go to church to laugh and talk։ Իսկ ոմանք գալիս են եկեղեցի, մի քիչ ժպիտ, մի քիչ ուրախություն, մեկ անեկդոտ պատմեց ու առիթ եղավ, զրուցեցինք։ Some go to there the time to spend։ Բան չունեի անելու, ասի գնամ եկեղեցի։ And some go there to meet a friend։ Գնացի եկեղեցի ընկերներիս, ընկերուներիս տեսնելու։ Ինչքան տխուր քարյակա, չէ։ 4 տողեր, որը նկարագրում է այն հոգևորների իմ եւ քո, երբ որ մեր մեջ հոգին մարում է։ Երանի դրանով ավարտվեր պաշտպանություն ունի։ Some go there for speculation։ Ուզում եք մի քիչ տեկեղ թարգմանություն եմ հայրենելի։ Speculation բամբասանքի համար են գնում։ Some go there for observation։ Այն տեսնեն թե այս քույրը ինչ օծանելիք, ինչ հագուստ, այն մյուսը ինչի է տխուր, այն մյուսը չափից դուրս ուրախ է, իրավունք չունի այդքան ուրախ լինելու, observation ենք անում, ոչ թե եկել ենք մեր Տերը ճաշակենք, այլ մեկս մյուսին քննենք ու զննենք, այն ինչ որ աշխարհում ունեինք, եւ որոշեցինք, որ այնտեղ թողնենք ու գանք Քրիստոսի ազատության մեջ ու հանկարծ այդ ծառը ու դառը, այդ բեռը մեզ հետ կրում ենք ու եկեղեցի ենք բերում։ Some for speculation and some for observation. Some go there for nap and the not. Ոմանք էլ գնում են, որ մի քիչ հանգիստ առնեն, քնեն, նիրհենը։ Եվ վերջում մի փոքրիկ տող հուսալից, որից կարճած ենք մեր ապրած կյանքի հոգևոր օրերի մեջ։ Somehow few go to church to worship God. Եվ մի քանիսն էլ գնում են միանշանակ մեկ հստակ նպատակի համար, փառավորելու իրենց ստեղծողին, փրկչին ու արարիչին, Հիսուս Քրիստոսին։ Ինձ մնում է վերջի համարով ինձ ու քեզ բերեմ տերերի տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ։ Արված է Եբրայեցիս 10-րդ գլխի 23 եւ 24 համաներ։ Hebrew chapter 10 verse 23 and 24։ Թող այս հույսով մեր հոգին լեցվի այսօր եւ հաստատված Տիրոջ մեջ աննկուն, այսինքն չթոնես պակասի քո մեջ, կոտրվի, քո մեջ պակասի, նվաղի, նվազի, աննկուն պահեք հույսի դավանությունը։ Ինչն է մեր հույսը։ Քրիստոս Հիսուսն է իմ Տերը։ Եվ իմ ամբողջ հույսը նրանից է կարճած, ոչ միայն իմ, այլ իմ տան, իմ եկեղեցու եւ իմ ամբողջ ազգի փրկության համար։ Աննկուն պահեք հույսի դավանությունը, որովհետեւ խոստացողը հավատարիմ է։ Սրանից ավելի գեղեցիկ բան կա, երբ որ դու գիտես, որ մարդ չի քեզ խոստացել, որ շատ էլ որ ուզի, բայց կարողությունից դուրս է, երկինք ու երկիրը ստեղծող Աստված է քեզ խոստացել, որ իր խոստումին նա հավատարիմ է, և միմյանց նկատմամբ հոգատար լինենք, սիրո ու բարի գործերի մղվելով։ Քեզ կբերեմ այդ փառավորացի ձեռքերի մեջ, ամեն։